Այսօր հիվանդանոցում մահացել է քրեական աշխարհում հայտնի Չաղ Ռուստամ մականունով Ռուստամ Ստեփանյանի հայրը Ռոբերտ Ստեփանյանը։ Նրա մահվան պահը ըստ հիվանդանոցի աղբյուրների եղել է անմիջական և ողբերգական։ Բժիշկները մի քանի ժամ պայքարել են կյանքը փրկելու համար, սակայն ստացված ծանր հրազենային վնասվածքները չափազանց լուրջ էին։ Մահվան փաստը անմիջապես տարածվել է լրատվական դաշտում և հասարակության շրջանում մեծ արձագանք է առաջացրել։ Սոցիալական ցանցերում սկսվել են ակտիվ քննարկումներ, շատերը իրենց վարկածներն են տարածում վենդետայի, քրեական հաշվեհարդարների կամ այլ հնարավոր շարժառիթների մասին։ Իրավապահները շեշտում են, որ այս պահին միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները համարժեք են համարվում։ Այս պահին մանրամասները ներառում են ոչ միայն հիվանդանոցային միջամտությունը, այլև շտապ օպերատիվ գործողությունները, որոնք իրականացրել են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները։ Ավելին, մահվան շուրջ ստեղծված լարվածությունը ընդգծում է այն փաստը, որ Ռոբերտ Ստեփանյանը եղել է քրեական հեղինակության հայր, և նրա մահը անմիջապես վերածվել է լուրերի ու վարկածների կենտրոնական թեմային։ Դեպքը տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայի բնակելի շենքերից մեկի բակում։ Նախնական տեղեկությունների համաձայն, անհայտ անձինք կրակել են Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայում նստած Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ։ Կրակոցների ժամանակ արձակվել է 10-ից ավելի փամփուշտ։ Ավտոմեքենայի վարորդի կողմի դռան վրա հայտնաբերվել են բազմաթիվ կրակոցի հետքեր, իսկ բակում պարկուճների հետքեր։ Դեպքի վայրը անմիջապես շրջափակվել է, քննչական գործողություններ են իրականացվել, այդ թվում տեսախցիկների տվյալների ուսումնասիրություն, ականատեսների ցուցմունքների հավաքագրում և վայրի տեխնիկական զննում։ Ռոբերտ Ստեփանյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկների բոլոր փորձերը նրա կյանքը փրկելու համար ապարդյուն են անցել։ Այս հանգամանքը կրկին ընդգծում է միջադեպի ծանրությունը և ստեղծում լարվածության առիթ հասարակության շրջանում։ Դեպքից անմիջապես հետո լրատվական դաշտում սկսեցին շրջանառվել վարկածներ, ամենաշատը քննարկվողը վենդետայի վարկածներ։ Հասարակության որոշ շրջանակներում ենթադրվում է, որ Ռոբերտ Ստեփանյանի սպանությունը կարող է դիտարկվել նախկին հակամարտությունների կամ հաշվեհարդարների համատեքստում։ Հատկապես ընդգծվում է Ռուստամ Ստեփանյանի Չաղ Ռուստամ մականունով որդու գործունեությունը։ Նշվում է նաև քրեական հեղինակություն ֆազի Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը, որի շրջանակներում Ռուստամ Ստեփանյանը կալանքի տակ է։ Այս հանգամանքը առաջացրել է տարբեր վարկածներ վենդետայի կամ պատասխան կրակոցի հնարավորության մասին։ Իրավապահները շեշտում են, որ պաշտոնապես որևէ կապ այս պահին չի հաստատվել Ռոբերտ Ստեփանյանի մահվան և Սերգեյ Գրիգորյանի գործի միջև։ Բոլոր ենթադրությունները մնում են վարկածներ, մինչև պաշտոնական ապացույցների ներկայացում։ Քննության ընթացքում ուսումնասիրվում են տեսագրություններ, վկայություններ, դեպքի վայրի հետազոտություններ, իրական կատարողի ինքնությունը և շարժառիթը պարզելու համար։ Քննությունը շարունակվում է նախաքննական փուլում։ Սպանության կատարողները դեռևս չեն հայտնաբերվել, ձերբակալված անձ չկա։ Հասարակության արձագանքը ուժեղ է, քննարկվում է վենդետայի վարկածները, նախկին հակամարտությունները, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, սակայն պաշտոնական աղբյուրները կոչ են անում սպասել հաստատված տեղեկություններին։ Իրավապահ մարմինները վերահսկում են տեղեկատվական դաշտը, ուսումնասիրում տեսագրություններն ու վկայությունները և փորձում են առանձնացնել փաստերը վարկածներից։ Մինչև այս գործընթացը շարունակվում է, հասարակությունը կոչ է արվում զերծ մնալ չհաստատված տեղեկությունների տարածումից։ Ռոբերտ Ստեփանյանի մահը շարունակում է մնալ քննության առարկա։ Իրավապահները շարունակ ուսումնասիրում են միջադեպի բոլոր հանգամանքները, պարզելու համար կրակող անձանց ինքնությունը, շարժառիթը և հնարավոր կապերը քրեական շրջանակների հետ։ Այս միջադեպը հիշեցնում է հասարակությանը, թե որքան վտանգավոր են հաշվեհարդարներն ու վենդետաները, ինչպես է նրանք ազդում ընտանիքների, հարևանների ու ամբողջ հանրության վրա։ Այս դեպքը մեզ հիշեցնում է մեկ կարևոր ուղերձ. լուրերը պետք է դիտարկել միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունների հիման վրա։ Վարկածները և ենթադրությունները չպետք է տարածվեն, քանի դեռ իրավապահները չեն հաստատել դրանք։ Հանցագործությունների հետևանքները չեն սահմանափակվում միայն անմիջական զոհերով, դրանք ազդում են ամբողջ հասարակության վրա։ Եվ ինչպես միշտ կարևոր է հասկանալ, որ իրական պատկերացումը կարելի է ստանալ միայն փաստերի և իրավապահների պաշտոնական բացատրությունների հիման վրա։ Ռոբերտ Ստեփանյանի մահը, վենդետայի վարկածները և քրեական հակամարտությունները ցույց են տալիս զգուշություն, հանգստություն և փաստերի նկատմամբ հարգանք պահելը հասարակության համար առաջնահերթ է։ Սերգեյ Գրիգորյանը քրեական աշխարհում հայտնի անձնավորություն էր։ Նրա սպանությունը տեղի է ունեցել մոտ 1.5 տարի առաջ և դարձել է քրեական աշխարհի կարևոր հանգամանքներից մեկը։ Այս գործի շրջանակներում առկա են բազմաթիվ ենթադրություններ, ենթադրյալ հակամարտություններ և հաշվեհարդարներ, որոնք մինչ այսօր քննարկվում են հասարակության ու լրատվամիջոցների կողմից։ Սերգեյ Գրիգորյանի ֆազի սպանությունը շոկ էր հասարակության համար, քանի որ նա հայտնի էր ոչ միայն իր առնչությամբ քրեական պատմությունների, այլև միջավայրի ներսում ունեցած ազդեցությամբ։
Ըստ պաշտոնական աղբյուրների, սպանությունը տեղի ունեցել հանցագործության որոշակի պատվերով, եւ այդ պահին իրավապահները սկսել են մանրակրկիտ հետաքննություն, որպեսզի բացահայտեն ոչ միայն կատարողներին, այլև հնարավոր պատվիրատուներին։ Այս գործը հետագայում անմիջական կապ ունեցավ Ռուստամ Ստեփանյանի Չաղ Ռուստամի հետ, քանի որ նա ճանաչվել է որպես հանցագործության կազմակերպիչ ըստ իրավապահ մարմինների նախնական տվյալներով։ Նա կալանավորվեց Ֆազի սպանության գործով, ինչը մեծ արձագանք առաջացրեց հանրության շրջանում։ Չաղ Ռուստամը կալանավորվեց քրեական հեղինակության գործունեության շրջանակներում, մասնավորապես Ֆազի սպանության կազմակերպման մեղադրանքով։ Իրավապահները նախնական հետաքննության արդյունքում հավաքել են բավարար ցուցմունքներ, տեսագրություններ եւ ֆիզիկական ապացույցներ, որոնք հնարավորություն են տվել նրա կալանավորումը ապահովելու։ Կալանավորման փաստը առաջացրեց հանրային քննարկումներ, շատ մարդիկ փորձում էին հասկանալ նրա շարժառիթները, հնարավոր վենդետաները, ինչպես նաեւ քրեական աշխարհում հարաբերությունների բարդությունը։ Հասարակությունը ակտիվորեն հետևում էր մամուլի հաղորդագրություններին, որտեղ պարբերաբար շրջանառվում էին տարբեր վարկածներ հակամարտության հնարավոր պատճառների մասին։ Չաղ Ռուստամի կալանավորումը նաև սուր քննարկումներ առաջացրեց սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում։ Որոշ մեկնաբանություններ շեշտում էին նրա մեղքի հավանականություն, մյուսները կանխակալության կամ վարկածներ, կապված քրեական հեղինակությունների միջև հաշվեհարդարների հետ։ Չաղ Ռուստամի կալանավորումը անմիջականորեն կապվեց վենդետայի հնարավորության հետ։ Հասարակության որոշ շրջանակներ նշում էին, որ Ֆազի սպանության գործը կարող էր հանգեցնել անձնական հաշվեհարդարների, որոնցից մի մասը ուղղված էր նրա ընտանիքի կամ հարազատների վրա։ Վենդետայի վարկածները հատկապես ակտիվ էին, երբ հայտարարվեց, որ Ռոբերտ Ստեփանյանը, Ռուստամի հայրը, մահացել է ծանր հրազենային վնասվածքներով։ Սա կրկին առաջացրեց հասարակության շրջանում տարբեր ենթադրություններ կապված քրեական աշխարհում հաշվեհարդարների համակարգի հետ։ Իրավապահները շեշտում էին, որ այս պահին որևէ պաշտոնական կապ չկար Ռոբերտ Ստեփանյանի մահվան եւ Ֆազի գործի միջև, սակայն քննությունը ընդգրկում էր բոլոր հնարավոր ուղղությունները, այդ թվում վենդետայի շարժառիթները։ Ֆազի գործով հետաքննությունը շարունակվում է մի քանի ուղղություններով։ Վկայությունների հավաքագրում իրավապահները ստանում են նախորդ տարիների վկայություններ, ականատեսների ցուցմունքներ, ինչը թույլ է տալիս բացահայտել հնարավոր կատարողներին եւ պատվիրատուներին։ Տեխնիկական հետազոտություն, դեպքի վայրի տեխնիկական զննություն, տեսախցիկների տվյալների վերլուծություն եւ մեքենաների շարժի վերականգնում, ֆիզիկական ապացույցների վերլուծություն, փամփուշտներ, հրազենային հետքեր, բջջային տիրույթների վերլուծություն։ Այս բոլոր գործողությունները նպատակ ունեն պարզելու, թե ով էր իրական կատարողը եւ ինչ շարժառիթով էր կազմակերպվել Սերգեյ Գրիգորյանի սպանությունը։ Իրավապահները զերծ են մնում վարկածներից եւ կենտրոնանում միայն փաստերի վրա։ Հասարակության արձագանքը շարունակում է մեծ մնալ։ Լրատվամիջոցները պարբերաբար լուսաբանում են քննությունը, հասարակությունը քննարկում է հնարավոր վարկածները եւ վենդետայի վտանգը։ Չաղ Ռուստամի կալանավորումը, Ֆազի գործը եւ Ռոբերտ Ստեփանյանի մահը ընդգծում են քրեական աշխարհի բարդ հարաբերությունները։ Հասարակության համար կարեւոր է հասկանալ հետեւյալը. քրեական գործողությունները կարող են թողնել երկարատև ազդեցություն ընտանիքների եւ համայնքի վրա։ Վարկածները ու ենթադրությունները պետք է ստուգվեն իրավապահ մարմինների պաշտոնական հայտարարություններով։ Միջադեպը վերլուծելիս պետք է տարբերակել փաստերը վարկածներից եւ սպասել պաշտոնական տեղեկատվություններին։ Այս պատմությունը հիշեցնում է, որ ցանկացած հանցագործություն ունի հետևանքներ, որոնք չեն սահմանափակվում անմիջական զոհերով, եւ ամբողջ հանրությունը պետք է զերծ մնա անհիմն վարկածների տարածումից։ Իրավապահների աշխատանքը, փաստերի վերլուծությունը եւ հետաքննությունը այն հենասյունն է, որի վրա կարող է հենվել հասարակությունը, հասկանալու իրական պատկերը։ Այս դեպքերը նաև մատնանշում են, թե որքան զգայուն է հանրային տեղեկատվությունը, երբ խոսքը գնում է քրեական աշխարհում հաշվեհարդարների եւ վենդետայի մասին։ Միայն փաստերի հիման վրա գնահատականը թույլ է տալիս հանրությանը ստանալ իրական պատկերացում այն մասին, ինչ տեղի ունեցել եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ։